մի հարց ուզում եմ անդրադառնալ հատկապես հաշվի առնելով, որ թեմայի շարունակականությունը, որ այստեղ քննարկումների բավականին լայն առարկա դարձավ, նաև որոշակի անդրադարձ եղավ Բաքվում։ Խոսքը առաջնահերթին վերաբերում է Բաքվի բանտերում գտնվող գերիների, ռազմագերիների հետ կապված խնդրին։ Գիտեք, սրա հետ կապված որոշակի լավատեսություն կար հասարակության, նաև քաղաքական որոշակի շրջանակներում ձևավորված առայն, որ թեման այս համատեքստում կարող է ոչ միայն քննարկվել, այլ նաև այս հարցում որոշակի դրական նաև սպասումներ արդարանալ, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո շատ ավելի հարցեր առաջացրեց, քան ավելի շատ կարելի էր խոսել հնարավոր դրա հանգուցալուծման մասին։ Մասնապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է եւ Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ վերջ, սա մեծ առումով երկու բանի մասին կարող է խոսալ։ Կամ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա եւ ԱՄՆ փոխնախագահ ուղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է, հաշվի առնելով Հայաստանում արկա տրամադրությունները, կա որոշակի պայմանավորություն կամ եղել է որոշակի պայմանավորություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի, որովհետև Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալ էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման ըստ էության առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնեն, որպես այդպեսին չի կարող լինել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրումն էր նաեւ այն բանին, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել, թեև կարող է որևէ ձևով արծարծված լինել։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա որևէ իրենից հրատապություն ներկայացնող թեմա չի եղել եւ մեծ առումով դրա վրա կենտրոնացում չի եղել եւ ըստ այդմ սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որը ըստ էության ցույց է տալիս, որ Ադրբեջանը իր համար կարևոր հարցերը անընդհատ բերում եւ դրա մասով լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։